տուժվել են այն ռազմական համակարգերը, որոնք ուշ են անցել կամ դիմադրել են այս ամեն ինչը։ Այսինքն 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ մենք արդեն ունենք այսպես եվրոպական միասնական ստանդարտը, որը հայկական ռազմական մեքենային անցավ ռուսական կայսրության միջոցով, իդեպս Հայաստանի առաջին հանրապետության եւ այլն։ Այստեղ արդեն կորավ կարծես ազգային տարը, եւ քանի որ ռուսական ռազմական միտքն էր մեզ թելադրում, այստեղ արդեն սկսվեց կայսերական բանականաշինական մոդելի կիրառումը, որը երբ որ մենք ասենք առաջին հանրապետության կարճ էպոխան երբ որ թողնենք, չէ՞ որ այն ժամանակ չհասցրեցին ձևակերպվել ըստ էության հայկական ազգային ուժեր, ռուսական ցարական Ռուսաստանի հետնորդ, 2 տարի Հայաստանի անկախ հանրապետություն, դա խորհրդային Հայաստան նորից։ Մենք ստիպված ընդունեցինք դա եւ այդպես էլ կար, սակայն հիմա արդեն անկախ Հայաստանում մենք նոր խնդիր ունենք, այնուհանդերձ շեշտադրել ազգային հիմքում դնել մարդակենտրոն եւ այնպիսի համակարգեր, որոնք այսպես ասենք քիչ արյունով են մարտնչում, իհարկե բոլոր պետություններն էլ ձգտում են քիչ արյունով մարտնչել, սակայն ծայրահեղ օրինակ վերցնենք, եթե Չինաստանը ինչ որ մի պատերազմ կարող է ասենք 100,000 զինվոր կորցնել եւ 3 տարի հետո ընդամենը չհիշել այդ մասին, ապա հայ ժողովրդի պարագայում դա կլինի ծանրագույն մի հարված։